Ուրեմն սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունները, որ սկսվել են, մենք բարբերաբար հնարավորություն ենք ունեցել բանավոր հայտարարություն ռուսական խաղապահ զորքերի, ադրբեջանական կողմի և արցախյան կողմի։ Այդ փաստաթուղթը կա համացանցում, կարող եք ծանոթանալ, և ադրբեջանական կողմի պահանջներից մեկը եղել է այն, որ այդ փաստաթղթում ներառված լինի, որ դուրս են բերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդները, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված էր, որ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության պետք է դուրս գան Արցախից։ Ճիշտն ասած, մեր համար անընդունելի է եղել այդ ձևակերպումը, և մենք փորձել ենք նաև ադրբեջանական կողմի հետ, ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում փոխել։ Եվ մենք նաև այդ փոխված տարբերակներն էլ ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի իրենք իրենց դիրքորոշումը հայտնեն։ Բայց քանի որ ռազմական գործողությունների դադարեցման պահանջներից մեկը նաև ադրբեջանական կողմից եղել է այն, որ այդ փաստաթղթում տեղ գտնի այդ ձևակերպումը, ես անձամբ խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ և ինքը ինձ հարցրել է, դուք ստորագրում եք այդ փաստաթուղթը։ Ես ասել եմ, որ ոչ, դա բանավոր, ինքը ասեց, որ հաջորդ օրը ինքը կհայտարարի, որ Հայաստանի Հանրապետությունը այդտեղ զինված ուժեր չունի։ Ինչը արել է և հաջորդ օրը նման հայտարարություն տեղի է ունեցել։ Ուզում եմ ասեմ, մենք բոլոր մեր քայլերը համաձայնեցնում էինք և փորձում էինք նաև այս ռազմական գործողությունները այնպես անել, որ չտեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք, որովհետև իրական էր այդ վտանգը Վարդենիսի ուղղությամբ, Սյունիքի ուղղությամբ կային մեծ կուտակումներ և մենք բարբերաբար ստանում էինք այդ տեղեկությունները, թե ինչ զինատեսակներ և ինչ քանակություն է կազմում Ադրբեջանի այդ սպառնալիքը։ Բայց երբ որ դուք այդ հայտարարությունը արդեն Արցախի տեղեկատվական շտաբով տարածվեց, ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր հայտարարություններ են տարածում։ Հայաստանն ասում է, որ չկան Հայաստանի զինված ուժեր այնտեղ, Արցախում դուք էլ այդ հայտարարությամբ փաստում եք, որ փաստորեն լավ էլ կան։ Ես խնդրում եմ դուք այդ հարցերը դիմեք Հայաստանի կառավարությանը, Հայաստանի պաշտպանության նախարարին, թող իրենք պարզաբանեն մինչև 23 թվականը ում էր պատկանում Արցախի պաշտպանության բանակը և ձեր հարցերը դուք պատասխանների կստանաք։ Պարոն Շահրամանյան, մի ճիշտ հարցել Արցախի ներկայացության պրոցեսներ, որը եթե չեմ սխալվում, այս տարվա ընթացքում, մայիս ամսվա ընթացքում պետք է առաջի նիստը տեղի ունենա։ Վրթաներ Սրբազանին, որովհետև խոսակցություններ կան, որ նա բազմիցս դիմել է արցախահայերին, խնդրել է, որ իրեն ընդունեն, իրենց Սրբազան, որքանով եք հաստատում այդ խոսակցությունները, արդյոք նման բան եղել է, իր կողմից զղջումը կատարվել ոչ և դուք անդամներ այս ընթացքում հնարավորություն ունեցել եք խոսել։ Չէ, ես առիթ եմ ունեցել դրան արձագանքելու, ես հետ չեմ հանդիպել դրանից հետո, որ էլ ցանկաբանություն չեմ կարող։ Տիրադավ է, թե տիրադավ չի։ Չեմ ուզում ես մտնեմ այդ դաշտը։ Ժամանակը ցույց կտա։ Այդ